Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մոտ 7 ամսից տեղի կունենան հերթական համապետական խորհրդարանական ընտրություններ եւ կարելի է ասել, որ արդեն իսկ ուրվագծվել է նախընտրական ընդդիմադիր դաշտը։ Եվ ցավոք պետք է արձանագրել, որ 21 թվականից մինչ օրս ընդդիմադիր դաշտում հիմնականում գերակշռել է քոչարանասերժական կամ մերձ քոչարանասերժական քաղաքական միավորները։ Սա իսկապես ցավալի իրողություն է, հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում ընդդիմության ցուցաբերած որակները եւ այն ահռելի հանրօգուտ աշխատանքը, որի արդյունքներին մեր հանրությունը քաջ ծանոթ է։ Բայց ինչևէ այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Եվ ուրեմն որոնք են այդ ուժերը եւ ինչպես կարելի է նրանց նույնականացնել։ Իրականում շատ հեշտ։ Բոլորային քաղաքական միավորները, կլինի դա անհատ, կուսակցություն կամ շարժում, որոնք մինչ այս պահը եւ այս պահից ի վեր պաշտպանել են կամ կպաշտպանեն ապօրինությունների մեջ մեղադր ողանձանց, այդ թվում Հայաստանում զանգվածային անկարգություններ նախապատրաստող, պատերի տակ մարդկանց գյուլող, հոգևորականներին իրենց ընտանիքի անդամների հետ հակաիշխանական հավաքների մասնակցելու ստիպող, մարդկանց գումարի դիմաց հանրահավաք բերող, կաշառք լափող եւ այլ անձանց, կպաշտպանեն եկեղեցին բռնազավթած հանցագործ խմբավորման անդամներին իրենց ղեկավար Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ եւ դրան զուգահեռ բոլոր հնարավոր ձևերով կարժեզրկեն եւ կտորպեդահարեն խաղաղության գործընթացը, ապա այդ բոլոր միավորների յետևում անպայմանորեն կնկատեք քոչարանասերժական տանդեմի մեծ եւ ցցուն ականջները։ Մեր հանրության քաղաքականապես հասուն եւ տեղեկացված հատվածի համար այս տեղեկությունը թերևս ավել նորդ էր, քանի որ վերջիններս առավել քան տիրապետում են բոլոր նշված նրբություններին։ Այդ իսկ պատճառով խոսքս առավելապես ուղղված է մեր հանրության ապաքաղաքական հատվածին եւ մասնավորապես երիտասարդությանը։ Հարգելի գործընկերներ, մենք հաճախ չենք գիտակցում, որ գալիք խորհրդարանական ընտրություններին կյանքում առաջին անգամ իրենց քաղաքացիական պարտքն են կատարելու տասնյակ հազարավոր երիտասարդ քաղաքացիներ, որոնցից շատերն օրինակ 2008 թվականի մարտի 1-ին նույնիսկ ծնված չէին։ Իսկ 18 թվականի Թավշյա հեղափոխության օրերին պատանիներ, որոնց քաղաքական անցուդարձը բնականաբար առանձնապես հետաքրքիր չէր։ Եվ այն, որ հանրության նշված հատվածին այս ընթացքում ընդդիմությունն իր անսահմանափակ մեդիա ռեսուրսներով կարող էր ապակողմնորոշել, դա փաստ է, որովհետև սովորաբար հիբրիդային պատերազմի առաջնային թիրախը հենց անտեղյակ կամ ջուրահավատ քաղաքացիներն են։ Ըստ այդմ, սիրելի երիտասարդություն, կփորձեմ այս ժամանակահատվածում վեր հանել քոչարանասերժական պրոպագանդայի հիմնական թեզերն ու դրանց հարաբերությունը իրականության հետ, ինչպես նաև հնարավորինս պատկերավոր նկարագրել, թե ինչ ասել է ռոբասերժական ժամանակներ։ Առաջին, ռոբասերժական մեդիա իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում ռեպրեսիվ իշխանություն է, որը չի հանդուրժում այլակարծություն, սահմանափակում է ընդդիմադիրների խոսքի ազատությունը, բանտարկում է քաղաքական հակառակորդներին, միայն նրանց քաղաքական հայացքների համար։ Մի խոսքով 37 թիվն է։ Վերոնշյալ թեզերը պտտվում են Հայաստանի առցանց մամուլի ճնշող մեծամասնության շրջանում, քանի որ դրանք մեծամասամբ պատկանում են ռոբասերժամետ շրջանակներին, ինչպես նաև թիվ 5 հեռուստաալիքով, որը տարիներ շարունակ ազատորեն հեռարձակվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Ավելին, նրանք նույն թեզերը տարածում են նույնիսկ Հայաստանի հանրային հեռուստաալիքով, որի եթերով հարցազրույցի առաջարկները հաճախ տարօրինակորեն մերժում են։ Հարց է առաջանում, եթե խոսքի ազատությունն իսկապես այդչափ վտանգված է, այդ ինչպես է ստացվում, որ Հայաստանի լրատվական դաշտը ողողված է այդ թեզերով։ Համեմատության կարգով ռոբասերժական ժամանակներում ընդդիմադիր մամուլը սահմանափակված էր 1-2 տպագիր թերթերով, առավելագույնը 5000 տպակ քանակով, իսկ դե անկախ հեռուստաալիքի մասին մտածելը նույնիսկ անիմաստ էր, Ամեկ+-ի դեպքը վկա։ Ասում են, որ քաղաքական այլախոհների եւ ընդդիմադիր համայնքապետերի վրա գործեր են կարվում, որպեսզի նրանց մեկուսացվեն քաղաքական գործընթացներից։ Սկսենք նրանից, որ նշված բոլոր դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինները հանրությանը մանրամասնորեն ներկայացրել են ձեռք բերված բավարար ապացույցներ, այդ թվում ձայնագրությունների տեսքով, որոնց ծանոթանալուց հետո ամբողջությամբ պարզ է դառնում, որ գործերն առնվազն կարված չեն։ Իսկ այս համատեքստում ռոբասերժական ժամանակների հետ համեմատություն անցկացնելը առնվազն համայնքապետերի մասով ցավոք անհնար է։ Մի պարզ պատճառով, որ նրանց ստեղծած ամբողջատիրական համակարգում ընդդիմադիր համայնքապետեր առհասարակ չկային։ Պատկերացնում եք, Հայաստանի հարյուրավոր համայնքներում չկար գեթ մեկ գյուղի ընդդիմադիր ղեկավար։
Էլ չեմ ասում որևէ մասկենտրոնում կարելի էր պատկերացնել նման բան։ Եվ ընդհանրապես քաղաքական այլախոհության ջատագով քոչարանական մեր գործընկերներին պետք է հիշեցնել իրենց քաղաքական հոր ժամանակների քաղաքական սպանությունների թիվը, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ինքնասպան էին լինում երկու հրազենային վնասվածքներով, մեկ անգամ կրծքավանդակից, մեկ անգամ գլխից, քաղաքական այլախոհները գնդակահարվում էին ԱԺ դահլիճում, իսկ համակուրսեցիները սպանվում սրճարանների զուգարաններում պրիվետ-ռոբ արտահայտության համար։ Իսկ 37 թիվը վկայակոչելն իհարկե հանճարեղ է, մի պահ պատկերացնեք 37 թվին առհասարակ լիներ ընդդիմություն, որ նոր ու գիշեր հանրային հեռուստաալիքով Ստալինին մեղադրեր պետական դավաճանության մեջ։ Ինչ խոսք, սա ուղղակի փառահեղ համեմատություն է։ Երկրորդ, ռոբասերժական իրականության մեջ Հայաստանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել, իշխանական վերնախավը վարչապետի գլխավորությամբ թաղված են կոռուպցիայի մեջ։ Եվ այս համատեքստում վկայակոչվում են այնպիսի դեպքեր, որոնցով մեր իշխանության օրոք, կրկնում եմ մեր իշխանության օրոք, հարուցված են քրեական գործեր։ Հարց է առաջանում, ինչու պետք է մենք հանրայնացնենք եւ ընթացք տանք այնպիսի կոռուպցիոն գործեր, որոնցում մենք ինքներս թաթախված ենք։ Ուզում եմ հիշեցնել, որ ԿՊ պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվել են գործող, այսինքն վարչապետի եւ կամ կառավարության կողմից նշանակված նախարարներ, փոխնախարարներ, կառավարության առընթեր մարմինների ղեկավարներ եւ այլն։ Եվ այս գործընթացը շարունակական է։ Բոլոր մեր իշխանության մաս կազմող կոռուպցիոներները անպայմանորեն ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Դա անխուսափելի է։ Իսկ ռոբասերժական կառավարման տարիները պատկերավոր ներկայացնելու համար կարելի է ընդհանրապես նշել, որ Քոչարանից այս պահին դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել առավել քան $200 միլիոն ֆինանսական եւ գույքային ակտիվ, կարելի է միայն կռահել, թե ինչքան է կազմում նրա ամբողջական կարողությունը, որը դատախազությունը չի կարողացել հայտնաբերել։ Իսկ օրինակ Սերժ Սարգսյանի վառորդի տանը 18 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո հայտնաբերվել է $6 միլիոն կանխիկ միջոց, որը նա պնդում էր, որ օրինական է, միաժամանակ սակայն պատրաստակամություն է հայտնել ամբողջ գումարը փոխանցել պետությանը։ Հարց է առաջանում, բայց եթե օրինական է, ինչու էր պատրաստ գումարը փոխանցել պետությանը։ Հարցն ուղղվում է Պու դաշինքի падգամավորներին։ Լավ կլինի Աննա Մկրտչյանը, այդքան որ գալիս է այս ամբիոնից լացակոմած ելույթներ է ունենում, հաջորդիվ մի հատ արձանագրի իր ղեկավարի վառորդին, որտեղից կանխիկ $6 միլիոն, որն էլ նա հոժարական պատրաստ էր նվիրաբերել պետությանը։ Վառորդների ամսական աշխատավարձը, որքանով տեղյակ եմ, 200,000 դրամ է։ Լևոն Քոչարյանն էլ լավ կանի վերջապես արձագանքի իրենց ընտանիքին վերագրվող ապօրինի $200 միլիոն ակտիվի մասով այս ամբիոնից։ Սպասելու ենք ժողովուրդ ջան, չլռեք։ Եվ երրորդ, ռոբասերժական մեդիա իրականության մեջ ԿՊ-ն բռնազավթել է ՀՀ իշխանությունը եւ լեգիտիմ չէ։ Այս աբսուրդային թեզն իրականում ամենահեշտն է ամբողջությամբ կազմաքանդել մի պարզ փաստի բերումով։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ միայն ու միայն ԿՊ իշխանության օրոք է, ու որևէ ընտրություն չի կեղծվել, ոչ թիմ, ոչ համապետական։ Եվ տասնյակից ավել համայնքներում ընդդիմադիր ղեկավարների առկայությունը հենց դրա ապացույցն է։ Եվ սա գիտակցելու համար առանձնապես մեծ վերլուծական կարողության կարիք էլ չկա։ Իսկ ռոբասերժական տարիներին, ինչպես արդեն նշվեց, չկար որևէ մակարդակում որևէ ընտրություն, որը չկեղծվեր։ Ավելին, նրանք նույնիսկ ԿՊ իշխանավարման օրոք չեն կարողանում հրաժարվել այս գործելակերպից։ Թիմ եւ համապետական ընտրություններին եւ տարատեսակ ընդդիմադիր հանրահավաքներին մարդկանց նյութապես շահագրգռելու բազմաթիվ եւ այդ թվում վերջերս հրապարակված դեպքերը վկա։ Սիրելի քաղաքացիներ եւ մասնավորապես երիտասարդություն, ցավոք գալիք ընտրություններում ձեզ չի առաջարկվելու գաղափարախոսական երկընտրանք հիմնված տնտեսական եւ սոցիալական ծրագրերի վրա։ Փոխարենը երկընտրանքը լինելու է արժե համակարգերի միջև, խեղված եւ առողջ արժե համակարգերի, ստի, կեղծիքի եւ ճշմարտացիության միջև, պատերազմի եւ խաղաղության միջև։ Ինչու, որովհետև ռոբասերժական դուոն համառորեն չի լքում քաղաքական դաշտը, հույս ունենալով վերադարձնել նախկին բարքերն ու ապահովագրել իրենց ապօրինի գույքը։ Չտրվեք ռոբասերժական աղմուկ հիշեցնող Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի զենք հանդիսացող լրատվական միջոցների գրողներին։ Եղեք գրագետ, եղեք մեդիա գրագետ եւ ուսումնասիրեք 98-ից 2018 թվականների մամուլը, որպեսզի պատկերացնեք, թե ում եւ ինչի հետ գործ ունեք։ Հայաստանի ապագան կախված է ձեզնից, որովհետև ձեզնից յուրաքանչյուրի քվեն է կանխորոշելու մեր բոլորիս ապագան։ Ինչու՞, որովհետև մենք ընտրություն երբեք չենք կեղծելու։ Շնորհակալություն։